Այն օրերին Հովհաննես Մկրտիչը գալիս է քարոզելու Հրեաստանի անապատում և ասում. «Ապաշխարեցեք, որովհետև երկնքի արքայությունը մոտեցել է»։ Սա է այն մարդը, որի մասին Եսայի մարգարեի բերանով ասվեց. «Անապատում կանչողի ձայնն է, պատրաստեցեք Տիրոջ ճանապարհը և հարթեցեք նրա շավիղները»։ Եվ ինքը, Հովհաննեսը, ուխտի մազից զգեստ ուներ և կաշվե գոտի իր մեջքին, իսկ նրա կերակուրն էր մորեխ ու վայրի մեղր։ Այն ժամանակ նրա մոտ էին գնում բոլոր երուսաղեմացիները, ամբողջ Հրեաստանն ու Հորդանանի շրջակայքի ժողովուրդը։ Մկրտվում էին նրանից Հորդանան գետում և խոստովանում էին իրենց մեղքերը։ Եվ նա, տեսնելով սադուկեցիներից և փարիզեցիներից շատերին, որոնք եկել էին իր մկրտությանը, ասաց նրանց. «Իժերի ծնունդներ, ով ձեզ սովորեցրեց փախչել վերահաս բարկությունից։ Այսուհետև ապաշխարության արժանի գործեր կատարեցեք։ Եվ մի հավակնեք ասել դուք ձեզ, թե Աբրահամը մեր հայրն է։ Ասում եմ ձեզ, որ Աստված կարող է այս քարերից էլ Աբրահամի որդիներ դուրս բերել։ Որովհետև կացին նահածառերի արմատին է դրված։ Ամեն ծառ, որ բարի պտուղ չի տա, կտրվում և կրակն է գցվում։ Ես ձեզ ջրով եմ մկրտում ապաշխարության համար, բայց ով գալիս է ինձնից հետո, ինձնից ավելի հզոր է, և ես արժանի չեմ հանելու նրա կոշիկները։ Նա կմկրտի ձեզ Սուրբ Հոգով և հրով, որի քամհարը իր ձեռքում է, և կմաքրի իր կալը, ցորենը կհավաքի իր շտեմարանում և հարդը կայրի իր անշեջ կրակով։ Այն ժամանակ Հիսուս Գալիլեայից Հորդանան եկավ Հովհաննեսի մոտ, նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ինձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ինձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թույլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն»։ Եվ ապա նրան թույլ տվեց։ Երբ Հիսուս մկրտվեց, իսկույն ջրից դուրս ելավ, և ահա երկինքը բացվեց նրան, և նա տեսավ Աստծու Հոգին, որն իջնում էր ինչպես աղավնի և գալիս էր իր վրա։ Եվ ահա մի ձայն երկնքից, որ ասում էր. «Դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը»։